Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ ԵԱՏՄ-ԵՄ ինչ գինք ունենա ընտրությունը պաշտոնական Երևանի համար, ինչ ազդակներ են գալիս Մոսկվայից։ Հայ երիտասարդները Ստամբուլում համագումարի են մասնակցել, ինչ հարցեր են բարձրացրել ու ինչու են ընդհատել համագումարը։ Նոր մանրամասներ 18-ամյա Դավիթի առողջական վիճակի մասին, ինչ է հայտնել փաստաբանը։ ԱՄՆ-ն, Իրանը և միջնորդները քննարկում են 45-օրյա հրադադարի պայմանները, ինչ են գրում միջազգային պարբերականները։ ԵԱՏՄ-ԵՄ ընտրություն, որը հստակ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։ Դրա մասին են խոսում Մոսկվայից եկող ազդակները։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա։ Նրա խոսքով Հայաստանի քաղաքացիները պետք է տեղյակ լինեն ԵՄ-ին մերձենալու Երևանի որոշման հնարավոր հետևանքների մասին։ Սա կարող է շատ կոպիտ հնչել, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանում ապրող մարդիկ հասկանան, որ եթե դա տեղի ունենա, թռիչքներ չեն լինի, ասել է Օվերչուկը։ Իշխող ուժի պաշտոնյաների զրույցների գլխավոր թեման ևս դարձել է Փաշինյանի և Պուտինի հանդիպմանը հաջորդած Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարությունը, թե Հայաստանը մոտ է եզրագծին և պետք է ընտրի Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև։ Օրինակ ապրանքների հետ կապված, գազի գնի հետ կապված տարիներ շարունակ եղել են և պետք է ասեմ, որ այդ պարագայում, եթե նրանք նման որոշում կկայացնեն, Հայաստանի Հանրապետությունն իր որոշումը կկայացնի և դուրս կգա վերջնականապես թե ՀԱՊԿ-ից, թե ԵԱՏՄ-ից և մնացած կառույցներից, բայց չեմ կարծում, որ դրան կգնա կհասնի, որովհետև ես գիտեմ նաև, որ շատ լավ զրույց է դրանից հետո տեղի ունեցել, ես կարծում եմ, որ իրականում գազի գինը չի փոխվի, որովհետև Հայաստանը կարծում եմ գործընկերներին անհրաժեշտ է որ մնա եւ ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում, իսկ եթե պետք է Հայաստանը չստանա այդ օգուտները, ապա այդ պարագայում ինչու պետք է մնա այդ միության մեջ։ Կսկսվի այլ միության մեջ գործընթաց ավելի արագացված կերպով։ Սա մեկ, իսկ ինչ է եղել Հայաստանի հետ մինչև ԵԱՏՄ-ն։ Ոչ մի բան։ Այսինքն ըստ էության այնպես չի, որ ԵԱՏՄ-ի մտնելուց հետո Հայաստանի տնտեսությունում ինչ-որ աստղաբաշխական աճեր են արձանագրվում, հիշեցնեմ ուզես, որ 13, 14, 15, 16 թվականներին տնտեսական աճ եղել է 1-2%, նույնիսկ 16-ին աճ չենք ունեցել։ Այսինքն այդ ԵԱՏՄ-ում դրական զարգացումները դրանք սկսել են դրանի այդ թվականից հետո եւ բացարձակապես իմ կարծիքով կապ չունեն ԵԱՏՄ-ի հետ, կապ ունեն մեր տնտեսության զարգացումների հետ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, Ռուսաստանը ցանկանում է, որ Արցախի հարցը քննարկվի առանց Մոսկվային ավելորդ հղումներ անելու, քանի որ այն ամբողջությամբ Երևանում իշխանության գտնվող անձանց որոշումն է։ Կրեմլի խոսնակը նաև ընդգծել է, որ Մոսկվան իրավունք ունի քննարկելու Երևանի հետ Հայաստանում կայանալիք ազգային ժողովի ընտրությունը եւ հայկական կողմի հետագա անելիքները։ Պեսկովի հայտարարությունն Ադրբեջանն անարձագանք չի թողել։ Բաքուն դիվանագիտական ուղիներով ռուս պաշտոնյաներին կոչ է արել Մոսկվային չգործածել Արցախի հարցը Հայաստանի հետ հարաբերություններում։ Ասում են, դա բացառապես Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող հարց է։ Այս հայտարարությունն Ադրբեջանը փոխանցել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմին, կառավարությանը եւ արտաքին գործերի նախարարությանը։ Միջազգային պարբերականները գրում են հայ-թուրքական հարաբերությունների մասին, մասնավորապես սահմանի բացման։ Դոլչե Վելեն գրել է, որ Թուրքիայից Հայաստան կա 2 սահմանային անցակետ, որոնք փակ են եղել Արցախի առաջին պատերազմից ի վեր։ Բայց դիտորդների կարծիքով դրանք կարող են վերաբացվել մի քանի ամսվա ընթացքում։ Պարբերականը գրել է, եթե անցակետերը բացվեն մինչև հունիսին կայանալիք Հայաստանի խորհրդարանի ընտրությունը, դա մեծ հաղթանակ կլինի Փաշինյանի համար։ Թուրք-հայկական գործարարության զարգացման խորհրդի ղեկավար Քահան Սոյակը վստահ է, որ սահմանի բացման դեպքում երկկողմ առևտրի ծավալը կարող է արագ աճել մինչև $1 միլիարդ։
Նա նաև կանխատեսում է լոգիստիկ միջանցքների արագ կառուցում, այդ թվում էներգետիկ եւ հեռահաղորդակցության գծեր, որոնք ուղղակիորեն կկապվեն ամբողջ Կովկասի հետ։ Սակայն Իրանի պատերազմը հետաձգել է հաշվարկը։ Սոյակի խոսքով պատերազմի ընդլայնումը դեպի Պարսից ծոցի երկրներ Իրաք եւ Լիբանան առաջացրել է միգրացիայի նոր ալիքի վախեր։ Հետևաբար Հայաստանի եւ Թուրքիայի միջև ցամաքային սահմանը բացելու ծրագրերի առաջընթացը դանդաղել է։ Հոյդա երիտասարդականը Ստամբուլում մասնակցել է սոցիալիստ երիտասարդների միջազգային միության համագումարին, որը հյուրընկալել էր Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը։ Երիտասարդները խոսել են առանցքային հարցերի մասին, այդ թվում արցախցիների վերադարձի իրավունքի, Բաքվում պահվող հայ գերիների անհապաղ եւ անվերապահ ազատ արձակման, Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, ընդդիմադիր ուժերի նկատմամբ հետապնդումների մասին։ Սակայն Թուրքիայի կառավարության ճնշումների հետևանքով, մասնավորապես ընդդեմ ժողովրդահանրապետական կուսակցության, որը Թուրքիայի խորհրդարանում ամենախոշոր ընդդիմադիր ուժն է, անվտանգության միջոցառումների պատրվակով ոստիկանությունը ներխուժել է համագումարի անցկացման վայր եւ թույլ չի տվել որևէ քաղաքական քննարկում կամ բանավեճ։ Արդյունքում համագումարը ընդհատել են եւ բոլոր բանաձևերի ընդունումը հետաձգել։ Կալանավորված աշակերտի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը նոր մանրամասներ է հայտնել 18-ամյա տղայի առողջական վիճակի մասին։ Նրա խոսքով մի քանի օր առաջվա հետ համեմատ դպրոցականի ինքնազգացողությունն ավելի վատ է։ Փաստաբանը տեսակցել է Դավիթին, ասում է ուներ գլխացավ, գլխապտույտ եւ զարկերակային բարձր ճնշում։ Հիշեցնեմ, որ դատարանը որոշել էր կալանավորել 18-ամյա Դավիթ Մինասյանին այն բանից հետո, երբ նա ըստ իրավապահների փորձել էր հարվածել եկեղեցի այցելած Նիկոլ Փաշինյանին։ Քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո, սակայն նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ այժմ նա հիվանդանոցում է։ Դպրոցականի հետ միջադեպը տեղի էր ունեցել անցյալ շաբաթ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում։ Այս շաբաթ էլ Զատկին Փաշինյանի այցի եկեղեցի չի անցել առանց միջադեպերի։ Սակայն այս անգամ չի ավարտվել ձերբակալությամբ։ Իշխող ուժի ղեկավարը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էր։ Պատարագիչը Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն էր, որը միացել է Փաշինյանի նախաձեռնած այսպես կոչված բարենորոգման ծրագրին։ Քրիստոս հարյավ իմերելոց ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Երեք հայ առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Զատիկը Քրիստոսի հարության տոնը։ Զատիկը հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից է։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը պատգամ է հղել Քրիստոսի Սուրբ հարության տոնին։ Վեհափառը պահանջել է ազատ արձակել պատանդարված ու ապօրինի ազատազրկված հայրենակիցներին։ Դատապարտել կամայական ու ընտրովի արդարադատությունը եւ կոչ արել ամրապնդել պետականությունը եւ հրաժարվել կործանարար ու վնասակար երևույթներից։ Մեր ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության ու անվտանգության, որի համար ազգի զավակները վճարել են իրենց կյանքով, դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն այսօր ավելի է խորանում արցախայության իրավունքների ոտնահարումով, պատանդարված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ, ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը, երբ անտեսվում ու խեղաթյուրվում են նվիրական արժեքները, երբ գործադրվում է կամայական ու ընտրովի արդարադատություն։ Աքսիոսը գրել է, որ ԱՄՆ-ն, Իրանը եւ տարածաշրջանային միջնորդների խումբը քննարկում են 45-օրյա հնարավոր հրադադարի պայմանները, որը կարող է հանգեցնել հակամարտության մշտական դադարեցմանը։ Ըստ պարբերականի աղբյուրների, բանակցությունները միջնորդում են Պակիստանը, Եգիպտոսը, Թուրքիան եւ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջև կարճ հաղորդագրությունների միջոցով։ Ըստ աղբյուրների, առաջիկա 48 ժամվա ընթացքում մասնակի համաձայնության հասնելու հավանականությունը փոքր է։ Իրանի առողջապահության նախարարությունն էլ հայտարարել է, որ Թեհրանում պատերազմի սկզբից ի վեր թշնամու հարձակումների պատճառով ոչնչացվել է 8 հիվանդանոց, 58 շտապօգնության կենտրոն, 46 բժշկական կենտրոն, 216 առողջապահական կենտրոն եւ 41 շտապօգնության մեքենա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սիրիայում է։ Զելենսկին Դամասկոս էր գնացել Թուրքիայի նախագահին սպասարկող օդանավով։ Հանդիպել է նախագահ Ահմադ Ալ-Շարայի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային վիճակը եւ դրա բարելավման ուղղված քայլերը։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալ-Շարային աջակցության համար։ Մեծ հետաքրքրություն կա ռազմական եւ անվտանգության ոլորտում փորձի փոխանակման նկատմամբ, ասել է Զելենսկին։ ԱՄՆ գաղտնի ծառայությունը հետաքննում է Կիրակի առավոտյան Սպիտակ տան մոտ լսված կրակոցների վերաբերյալ միջադեպը։ Ոստիկանները խուզարկել են այգին, որը գտնվում է ԱՄՆ նախագահի նստավայրից մի փոքր հյուսիս։ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ ոչ մի կասկածյալ չի գտել վիրավորների մասին տեղեկություն չկա։ ՌԻԱ Նովոստի հետ հարցազրույցում Իլոն Մասկի հայրը Էրոլ Մասկը հայտարարել է, որ Ջեֆրի Էփշտեյնը ողջ է։ Մասկի հայրը կասկածի տակ է դրել նաև Էփշտեյնի մահվան պաշտոնական վարկածը, նշելով, որ այդ պահին տեսախցիկները չեն աշխատել։ Անվտանգության աշխատակիցներն էլ քնած են եղել։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Իրանին տրված վերջնաժամկետը մինչև երեքշաբթի արևելյան ժամանակով ժամը 20:00-ն։ Եթե Իրանը հնարավորինս շուտ գործարք չկնքի, դիտարկում եմ ամեն ինչ պայթեցնելու եւ նավթի նկատմամբ վերահսկողություն հաստատելու տարբերակը։ Fox News-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Իրանը եւ ԱՄՆ-ն կարող են համաձայնության հասնել արդեն երկուշաբթի, նշելով, որ իրանական կողմից բանակցողներին չեն թիրախավորի, որպեսզի նրանք կարողանան բանակցել։ Ավելի վաղ օգտագործելով հայհոյախառն արտահայտություններ, նա կոչ էր արել իրանցիներին բացել Հորմուզի նեղուցը, հակառակ դեպքում Իրանը կապրի դժոխքում։ Բացեք անիծյալ նեղուցը, խելագար սրիկաներ, թե չէ դժոխքում կապրեք, գրել էր նա։ Donald, my dear friend. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհավորել է Թրամփին Իրանի տարածքում ամերիկացի օդաչուի փրկարարական գործողությունը բարեհաջող իրականացնելու համար։ Դոնալդ, իմ սիրելի բարեկամ, քո վճռական առաջնորդությունը կրկին մեծ հաղթանակ բերեց Ամերիկային, ասել է նա։ Հիշեցնենք, որ Իրանն ուրբաթ խոցել էր F-15 կործանիչ, որի երկու օդաչուներն ինքնանետվել էին։ Մեկին հաջողվել էր փրկել շատ արագ, իսկ մյուսի գործողությունը տևել է ավելի քան 1 օր։ Ձեր անխոհեմ քայլերը Միացյալ Նահանգները ներքաշում են դժոխքի մեջ, ինչը կզգա ամեն ընտանիք, իսկ մեր ամբողջ տարածաշրջանը կայրվի, քանի որ դուք շարունակում եք կատարել Նեթանյահուի հրամանները, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Թշնամու դաշնությունը չբավարարվեց Գազայում տեղի ունեցած կոտորածներով, Լիբանանի եւ Եմենի ռմբակոծություններով, ինչպես նաեւ Քաթարի թիրախավորմամբ, հայտարարել է Համաս խմբավորման մամուլի խոսնակ Աբու Օբայդան։ Թշնամու կողմից Իրանում մեր եղբայրների դեմ կատարված սարսափելի հանցագործությունները, ինչպիսին է Մինաբի դպրոցի կոտորածը, աշխարհին հիշեցնում են Գազայում տեղի ունեցած ցեղասպանական հանցագործությունների մասին, ասել է նա։ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին։ Բեյրութում 3 իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել 39, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Սուրբ Զատկի արթիվ ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն 14-րդը, որն ավելի շատ խաղաղության կոչ է հիշեցրել։ Թող զենքեր ունեցողները վայր դնեն դրանք, թող պատերազմներ սանձազերծելու իշխանություն ունեցողները ընտրեն խաղաղությունը, ոչ թե ուժով պարտադրված, այլ երկխոսության միջոցով ձեռք բերած խաղաղություն, ասել է նա։ Դաղստանում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ խոշոր ջրհեղեղն է տեղի ունեցել։ Մախաչկալայում ջրհեղեղի պատճառով եռահարկ բնակելի շենք է փլուզվել։ Խասավյուրտում էլ շուկան է անցել ջրի տակ, տեղի են ունեցել այլավերածություններ։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մարդկային առաքելություն դեպի լուսին կես դար անց մեկնարկել է երբևէ իրականացված ամենաերկար տիեզերական ճանապարհորդությունը։ Հրթիռը տիեզերք են ուղարկել Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից։ Արտեմիս 2-ի անձնակազմի երկրի ուղեծրի շուրջը կկատարի 10-օրյա առաքելություն։ Տիեզերագնացները կրում են տիեզերական համազգեստներ, որոնք նաև ծառայում են որպես գոյատևման համակարգ։ Խցիկի ճնշման իջեցման կամ արտահոսքի դեպքում դրանք կպահպանեն թթվածինը, ջերմաստիճանը եւ ճնշումը 6 օր։ Եթե ամեն ինչ հարթ ընթանա, տիեզերագնացները ռեկորդ կսահմանեն թռչելով երկրից ավելի հեռու, քան նախկինում որևէ մարդ։ 10-օրյա առաքելության նպատակն է հիմք դնել 2028 թվականին լուսնի վրա վայրեջքի համար։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է։